Երևանում այսօր տեղի ունեցավ համաշխարհային ճանաչում ունեցող Pepsi Cola գործարանի բացումը։ Ջերմուկ International սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը բացառիկ իրավունք է վերապահված արտադրելու Pepsi ապրանքանիշով մի շարք ապրանքատեսակներ։ Բացի այդ, Հայաստանում արտադրված որոշ ապրանքատեսակներ կարտահանվեն Վրաստան։ Ընդհանուր առմամբ այս պահին ընկերությունում աշխատում է մոտավորապես 140 մարդ, բայց մենք ունենք բիզնեսի ընդլայնման լուրջ ծրագրեր առաջիկայում եւ մտադիր ենք աշխատակիցների թվականը հասցնել մինչեւ 250-ի։ Մինչ օրս Կովկասյան տարածաշրջանում միայն Հայաստանը չուներ Pepsi Cola-ի գործարան։ Վրաստանից այլևս չի ներկրվի արտադրանք, մենք Վրաստանից թերևս կներկրենք միայն մետաղական տարաներով Pepsi, որը որ Հայաստանում չի արտադրվում։ Իդեպ գործարանի բացմանը ներկա էր նաև Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Ներկային կառավարության 1-2 անդամներ, այդ թվում էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ում մի քանի հարց ուղղեցինք ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքում Հայաստանի տնտեսության վիճակի ծանրության վերաբերյալ ՀԱԿ առաջնորդ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերի հետ կապված։ Ես կարծում եմ, որ տնտեսությունը եւ թվերը դրա մասին վկայում են, ոչ միայն վերականգնում է, այլ գնում է առաջ, եւ մենք ունենք բավականին լավ խոստումնալից արդյունքներ արդեն այս 4 ամսվա տվյալներով եւ եթե անցյալ տարի մենք ունեինք համախառն ներքին արդյունք 2.6%-ի աճ, ապա այս տարի մենք ակնկալում ենք մոտ 5%-ի տնտեսական աճ։ Դեպքում ինչով կբացատրեք սննդամթերքի առաջին հանրահայրության ապրանքների թանկացումը, ամենօրյա թանկացումը գրեթե ամենօրյա։ Դու ինֆլյացիոն ռիսկերը ամենամեծ մակրոտնտեսական մեր այս տարվա փաստորեն մարտահրավերներն են եւ գիտեք որ ամբողջ գործիքակազմը կառավարության եւ կենտրոնական բանկի կողմից կիրառվում է եւ կարծում եմ մենք առաջիկայում կտեսնենք որ ինֆլյացիոն ճնշումները ավելի փոքրանում են եւ մինչեւ տարվա վերջ մենք հույս ունենք հասնենք այն ցուցանիշների որոնք որ նախաձեռնված են այս տարվա համար։ Զրուցեցինք նաեւ գործարար падգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ։ Նա գտնում է որ տնտեսության վիճակը լավ է։ Իդեպ հուլիսի 1-ից Ռուսաստանը հանում է ցորենի արտահանման վրա դրված արգելքը եւ ինչպես հայտնի է Սամվել Ալեքսանյանի ընկերությունը նաեւ ցորեն է ներկրում։ Արդեն փոփոխություն կա, մի ամսից ավելի կեժանանա։ Դա կզգան սովորական։ Հա, ժողովուրդը կզգան։ Ինչ վերաբերում է գնաճին, ապա գործարար падգամավորի խոսքով Դա մեծ սաղ աշխարհում էր էծե, որ մենակ Երևանում չէր, սաղ աշխարհում թանկանում էր։ Միջազգային գները թանկանում էր, ստել էր թանկանում։